Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, Աստծո ժողովուրդ, որ կրկին մեզ հավաքել է իր խոսքը սերտելու, մանրակրկիտ ուսումնասիրելու եւ Աստծո բերանից ելած ամեն մի բառին ուշադրություն դարձնելու, որովհետեւ Սուրբ գրքում աննպատակ ոչ մի բան գրված չի, ինչը որ Հովանես ավետարանիչը կգրի իր ավետարանի վերջին մասերում, մարդկանց փրկության, հոգու առողջության եւ սրբացման համար պետք է գրվել է եւ նույնը Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրած երկրորդ ուղերձի 3-րդ գլխում ասում է. բոլոր Աստվածաշունչ գիրքը Տիրոջ խոսքն է, Աստծո խոսքն է, որը օգտակար է հավատացյալներին շտկելու, հանդիմանելու եւ ճշմարտության մեջ խրատելու, որպիսի Աստծոյի մարդը լինի բարի, կատարյալ ու սուրբ եւ ամեն բարի գործերի ու պատրաստված։ Ամեն։ Այսօրվա մեր քարոզի թեման է, որ Տեր Հիսուսն ա տվե, մեղքից ազատագրված ու Հիսուս Քրիստոսի ծառան դարձած։ Ինչպես նախորդ պաշտամունքներում արդեն խոսեցինք, հինը հանելու, անարգանքի գերեզմանոցում թաղվելով այդ ստրկությունից ազատվելու եւ Քրիստոսը հագնելու ու Քրիստոսը մեր միջից բոլոր օրենքները կատարելու մասին է, եթե իրականից այդ մեղքի բնությունից ազատագրված լինենք, արդեն Հիսուս Քրիստոսի ծառան դարձած կլինենք։ Ամեն, որովհետեւ անհնար է, եթե դու Հիսուսի ծառան ես, մեղքի ազատագրված չլինես, անհնար է Քանան մտնես, բայց Եգիպտոսից դուրս եկած չլինես։ Ամեն։ Եթե ճշմարտապես մենք Եգիպտոսից զատվենք, Կարմիր ծով անցնելով ջրով մկրտվենք, կրակի անապատային փորձությունները անցնելով հին մարդը իր գործերով կվառվի ու կվերանա կհանենք, ու Քանան մտնելով, Հորդանանն անցնելով Քանան մտնելով, Քրիստոսի ծառան կդառնանք եւ կվայելենք Քանանու օրհնությունները։ Ամեն։ Այսօր որպես քարոզին բնաբան ներդաշնակ քարոզի բնաբանին ներդաշնակ համարները Տիրոջ ոգին մեզ տվել է Հռոմեացիների 6-ի 12-ից 14 խոսքերը եւ Հովանու ավետարանի 8-ի 30-ից 47 խոսքերը։ Դուք գիտեք Հռոմեացիների թղթի սերտողությունը, որ առաջի գլխից մինչև 8-րդ գլուխը նույն Հիսուս Քրիստոսը Պողոսի միջից բացատրում է Եգիպտոսից մինչև Քանան, հին մարդից ազատագրում եւ 8-րդ գլխի մեջ աղաղակելով Քրիստոսի մեջ մտնելու Քրիստոսի հետ մեկ այդ նույն սուրբ ու անարատ կյանքը ապրել երկրի վրա, որ շատ մարդիկ Հռոմեացիների 7-ը, 6-ը եւ դրանից ցածր առաջինի մեջի վատ գործերը, որը մարդու ապականյալ բնությունից կբխեն, դրանք ընդունում ու քարոզում են, բայց Հռոմեացիների 8-ը եւ նրանից այն կողմ, որ սրբությունից սրբություն, կատարյալ սրբություն, ինչպես Ուդան կասի, ձեր հավատքը ամենասուրբ հիմքերի վրա հաստատեցեք, ինչպես Հովանեսը կսի Աստծուց ծնվածը չի մեղանչում եւ շատ սուրբ գրային համարներ, որը խոսել ենք, լավ գլնի քարոզների մեջ հետևեք եւ ձեր աստվածաշշտներում նշումներ կատարեք։ Այս մնացած սուրբ համարները չեն քարոզում։ Պողոսի հոգով մանուկ վիճակը, մեղքի ստրուկ վիճակը ընդունում են, բայց Պողոսի ազատագրված ու Քրիստոս հագած, Քրիստոսի նման դարձած ու Քրիստոսի համար հեթանոսած վարդապետ եղած հասուն վիճակը չեն ընդունում։ Որ Պողոսը Տիմոթեոսին ասում է. բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, ու ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը զինք սիրողներուն խոստացավ։ Ամեն, որը գրված է 2 Տիմոթեոս 4-րդ գլուխ ընթերցեմ, որ այսօրվա աղանդների մասին է խոսում ու դրանից ասենք քարոզի բուն թեմային։ 2 Տիմոթեոս 4-րդ գլուխ 2-ից մինչև 8-րդ խոսքը։ Խոսքը քարոզե, մտադրությամբ գործիդ պարապե, ատենին եւ ատենեն դուրս, հանդիման է սաստե, հորդորե, ամենայն երկայնամտությամբ ու վարդապետությամբ։ Վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չամփերեն հենց այսօրը, որ վերջին օրերն է։
Հապա աճելի բաներ լսելու մարմաջով իրես ցանկություններուն ամեմադ վարդապետներ պիտի դիզեն իրենց ուզածները քարոզող վարդապետներ կդնեն, ոչ թե Սուրբ Հոգու անարատ խոստն ու պատգամը մատուցանող վարդապետներ։ Ճշմարտությունեն ականջները պիտի դարձնեն ու առասպելներու ետևե պիտի մոլորվին, բայց դուն ամեն բանի մեջ արթուն կեցիր, նեղություններու ամփերը ավետարանի չի գործը քու պաշտոնըդ կատարե, վասնզի ես արդեն զոհլալու նվիրված եմ և իմ մեկնելու սատենը հասել է, բարի պատերազմս պատերազմեցա, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տեր արդարը դատավորը պիտի հատուցանե ինձի այն նորը, ոչ միայն ինձի, լավ լսեք Աստծո ժողովուրդ, հապա այն ամենուն ալ, որոնք սիրեցին անոր հայտնվիլը, ով չի սիրում, Քրիստոսի որ մի զավակը չի սիրում իր հայտնվիլն ու հափշտակության օրը, բոլորը կսիրեն, ուրեմն սա վերաբերվում է Պողոսի միջոցով քարոզվող, հետագայում էլ մեր նման Պողոսների, որ նույն եթանոսած վարդապետներն ենք Տերով դարը, մեր բոլոր աշակերտներին Տիրոջ մովու հետևորդներին, որտև նա Քրիստոսը նույնն է երեք այսօր ու հավիտյան, սա այն Պողոսն էր, որ ասում էր ինչ խղճալի մարդ եմ ես, ով կարա ինձ ազատե այս մահկանացու հրեշ բնությունից, և 8-րդ գլխից Հռոմեացիներին սրբությունից սրբությունա քարոզը ու էլ երբեք մանկամտական այդ քարոզները չի տվել, նա այս քարոզը տվել է, որ հոգով մանուկները ուժը ստանան, հասկանան, որ մեղավորների գլուխ Պողոսը այդ մանկական շրջանն անցել է, այդ հրեշ բնությունից ազատագրվել է, դուք էլ Տեր Հիսուսի զորությունով կարաք ազատագրվեք, ամեն, ու երբեք էլ չվախենաք, երբեք էլ չփառաբանեք ու դավանեք այն լրտեսների նման, թե քանանացիները մեզանից զորավոր են, այո ձեզանից զորավոր է դևը, բայց քո միջինից զորավոր չէ, քո միջին ավելի հզոր է, քան թե անիկա, որ աշխարհի մեջ է, եթե ասպարեզը տա Սուրբ Հոգուն, ինքը կռվի ու պատերազմի, ինքը կհաղթի ու հաղթանակի վարձքերը կգա և քեզ կշնորհի, ամեն, ու ալ ոչ թե դու կլաս, ապա Քրիստոսը, որ մեր մեջ կբնակվի, ուրեմն Աստծո ժողովուրդ, ազատ մարդիկ և գերիներ, նույն թեման Հիսուս Քրիստոսը Հովանու 8-ում է խոսել, որը կխոսեմ, հիմա ես ընթերցում եմ, Աստծո ժողովուրդ և սիրելի Աստծո զավակներ, ովքեր որ մեզ լսում եք տարբեր ափերում, լավ հասկացեք, ոչ թե մեղք գործելու համար մենք պիտի պատժվենք, մեր մեղքերի պատիժը Քրիստոսն է, կրե, շատերը ասում են մենք դառը պիտի զղջանք, որ ներվի, մենք շատ ծոմերով պիտի աղոթենք, որ ներվի, ոչ, սխալվում եք, դուք չաղոթեք էլ ձեր մեղքերը ներված են ըստ Եփեսացիս 2-րդ գլխի, երբ դուք հանցանքների մեջ մեռած էիք, երբ դուք ծնված չէիք, ձեր մեղքերի պատիժը կրեց Քրիստոսը ու մեղքի պատարագ եղավ։ Հիմա մեղքի պատարագից հետո գալիս է ողջակեզ և խաղաղության զոհ, մեղքի պատարագը Քրիստոսն է եղել, խաղաղության զոհը Քրիստոսն է եղել, եթե անելիք չունես, բայց անձի ողջակի զոհը մնացել է մեր վրա, ուրեմն երբ մենք մեղք են գործում, ոչ թե արարքն է դատապարտելին, հապա որ ըստ այս համարի ասում է մեղքի թագավորն է քո ղեկավարը, մեղքի թագավոր սատանան է քո մեջ բնակվում ու դու նրան ես երկրպագում ու պաշտում, դրա համար ազատվեք մեղքի թագավորությունից, մեղքի թագավորի ճիրաններից և արդարության թագավորի ծառաներ եղեք, ամեն, ուրեմն ընթերցում եմ այդ կետը, ու դուք կասկածեք, ով ձեր մեջ թագավոր է, դուք ուզեք թե չուզեք նրան եք ծառայելու, դրա համար ձեր թագավորին խաչեք, մեղքի թագավորին խաչեք, որ արդարության թագավորը գա, աճի ձեր մեջ, նստի ձեր սրտի գային ու դուք անոր համար աշխատեք ու պտուղներ տաք, ամեն, թո Տերը փառավորվի, Հռոմեացիների 6-րդ գլուխ 11-ից ընթերցում եմ մինչև 14-ը։ Այսպես դուք ձեր անձերը
մեղքին մեռած սեպեցեք, բայց Աստծո է կենդանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքովը։ Ուշադիր, ուստի ալմեղքը թող չթակավորե ձեր մահկանացու մարմինների վրա, որպեսզի անոր ցանկություններուն նազանդվի, ուրեմն մեղքի թակավորի պատճառով որ դու մեղքեր ես արտադրում, ամեն։ Եթե մեղքի թակավորը չլա, դու չես կարա մեղք արտադրի։ Ուրեմն ուստի մեղքը թող չթակավորե ձեր մահկանացու մարմինների վրա, որպեսզի անոր ցանկություններուն նազանդվիք, եւ ձեր անդամները մեղքի մին ծայեք անիրավության գործիքներ, չարիքի գործիքները լալու, հապա ձեր անձերը Աստծոյը ընծայեցեք, որպես թե մեռելներեն ողջացած եւ ձեր անդամները արդարության գործիքներ Աստծոյը ընծայվելը ձերնա։ Եթե դու աղոթում, երգում, փառաբանում, գրքին ես նվիրվում եւ ամեն չար խոսքերին Աստծո խոսքի վահանով դեմ ես դնում, դու քեզ ընծայեցիր Տեր Հիսուսին։ Տեր Հիսուսը քո մեջից կռվում է իր խոսքի զորությունով, հաղթում է քո վրա արձակված դևին ու ետ է գալիս ասում է զավակս դու հաղթեցիր դևերին։ Դու կասես ես ինչ արեցի։ Տերը կպատասխանե, եթե դու ոչնչացար, նստեցիր ու ինձ միայն վստահեցիր, ինձ ղրկեցիր թշնամու դեմ դուռը բանալու։ Ասեցիր ես ոչինչ եմ Տեր, հին թակավորս եկելա, նորից թակում է իմ սրտի դուռը, խնդրում եմ գնա դու պատերազմի, դու լռեցիր, ոչնչացար, անարգանքի գերեզմանոցում թաղվեցար ու քո փառքից հրաժարվեցար, Քրիստոսը գնաց, Քրիստոսին հենց անօրենը տեսավ, փախավ եւ եկավ Քրիստոսը ասեց զավակս դու հաղթեցիր, ամեն։ Ոնց հաղթեցիր, որ նստեցիր են ճուղի եւ վազի օրինակավ, ոչնչացար եւ հրամանատարդ եղավ, պատերազմի թշնամուն վտարեց, եկավ ու ասավ զավակս դու հաղթեցիր, ամեն։ Եվ այսպես քեզի հետ դու ինձի հետ միաբան կգործենք ու թշնամուն պարտության կմատնենք եւ ես կմնամ քու թագավորը եւ դու իմ հնազան ծառան եւ քո ամեն մարտերը ինձանով հաղթանակին կհասնի, ամեն։ Ուրեմն ընծայվելա պետք, ինչ պարագայալնում Աստծո ժողովուրդ լեզվով, բարկությունով, կոպիտ վարմունքով պիտի չգործենք, լռենք եւ աղաղակենք, մեր նոր թագավորը կելնի, հին թագավորին կջախջախի, ետ կգա ու կասի զավակս դու հաղթեցիր, ամեն։ Դրա համար այստեղ գրված է եւ ձեր անդամները մեղքի մին ծայեք, այս ընծայվելը մենակ հասկացեք, անիրավության գործիքները լալու, հապա ձեր անձերը Աստծոյ ընծայեցեք, որպես թե մեռելներեն ողջացած եւ ձեր անդամները արդարության գործիքներ Աստծոյը մեռելներեն ողջացած, քանզի մեղքը ձեր վրա պիտի չիշխե, վասնզի օրենքի տակ չեք, հապա շնորհքի։ Աստծո ժողովուրդ 4-րդ գլուխ 15 խոսքում շատ օրհնյալ մի համար է գրված 14-ից կարդամ, քանզի օրենքեն եղողները քանզի եթե օրենքեն եղողները ժառանգորդը լային 4-ի 14-ից 15-ը, հապա հավատքը փուչ պիտի լար եւ խոստումը պիտի խափանվեր, վասնզի օրենքը բարկություն կգործե, քանզի ուր օրենք չկա, օրինազանցություն էլ չկա, Աստծո ժողովուրդ ուր չկա անձի օրենք, մեղքի թագավորի զորություն դիվային, անձին ապավինել, այդ մարդու մեջ չկա մեղք գործել։ Ուրեմն օրենքին ապավինողը հին մարդուն մեղքի գործերի պարծանքի օրենքին ապավինողը կբարկանա ու մեղք կգործի։ Անձին դիմողը անձով գործողն է մեղք գործում, ուր օրենք չկա, անձին դիմելու օրենք, օրինազանցություն, մեղք էլ չկա։ Եթե դու միշտ Աստծուն դիմես ամեն հարցում, ու ասես Տեր ոչ թե իմ կամքը, ես քո օրհնյալ
կամքն եմ խնդրում, դու երբեք չես բարկանա, չես կատաղի, չես գազազի ու կիմանաս, թե ամեն բարի և չար բաները, եթե Տերը թույլ տված չլիներ, քո կյանքում չէր կատարվի, ամեն։ Ուրեմն էսա, որ դու հասկանաս, որ դու մեղք ես գործում, ոչ թե քո արարքի անառակության, գողության, ստության մեջն է մեղքիդ մեծությունը, ոչ, դրանք բոլորն էլ դևերի հետ շնանալ և հարաբերվել է, թե անառակության ոգու, թե ստության, թե գողության, թե բարկության, թե ծաղրանքի, կան մեծ մեղքեր ու փոքր մեղքեր, բայց բոլորը գնում է դևերի երկրպագության, դևերն են ստիպում, որ բարկանաս, ծաղրես, ծեծես, և դու դևերի հետ շնանալով մեղքեր ես գործում, այս մեղքը Աստծո համար հավասար է։ Դու թողում ես քո Փրկիչ Հիսուս Քրիստոսին, ծառա ես դառնում հին Տիրոջդ, շնանում ես նրա դևերի հետ և նա է դառնում քո թագավորը, և դու մեղքի թագավորությանը ստրուկ դարձած, դու չես կարա մեղքեր չգործես։ Դրա համար ասում է դուք ընծայվեք արդարության թագավորին, նա ձեր մեջ թող գա, տիրի, կառավարի ձեր կյանքը և նա ձեր միջից բարի գործեր կատարելով նա կփառավորվի և դուք ազատ կլինեք մեղքից և արդարության Քրիստոսի ծառաներ Աստծմով, ամեն։ Եթե դուք մեղքից իրականից արդեն ազատված եք, այն ձեր մեջ ծնված Հիսուս Քրիստոս մանուկը աճած ու չափած դարձած եք, արդեն իմացեք, որ մեղքից ազատագրված և Հիսուս Քրիստոսի ծառաներ եղած եք, ամեն։ Իսկ եթե Հիսուս մանուկը ձեր մեջ մեղքի անխաղության դանակներով մեռնում է, դուք արդեն արդարության թագավորից ազատված մեղքի սատանայի ստրուկ եք, ամեն։ Եվ ատիկա էլ որ Հովանես ավետարանիչը 8-րդ գլխի 30-ից 47-ում ապացուցեց Հիսուսի ետևից գնացող Հիսուսի հրաշքները տեսող հավատացյալներին, որ ասեց ով որ մեղքը գործի, մեղքի ու սատանայի ծառա է, ամեն, կապ չունի մեծ մեղք ես գործում, թե փոքր մեղք։ Ես վերջերս լսում էի Վարդան այգեկցու խրատները, իրականից ինչ է ասում, որ այսօր շատ հավատացյալների մեջ տարածված է, դες փոքր մեղքերը կարելի են, մեծ մեղքերը կարելի չեն, շնություն, գողություն հետ կարելի է դրանք չգործել, բայց բարկանալ, ատել, դատել, բամբասել, դրանք թեթևակի մեղքեր են, մեղքին թեթևակիություն չկա, Մովսեսը մի բանի համար, ասեց ահա ձեզի ջուր եմ տալում, դրա համար զրկվեցավ Քանան մտնելուց, մեղքը մեղքա, մեղքի վարձնել մահա, ուրեմն ինչ կբացատրի այդ Սուրբը, ասում է այս տեսակ հավատացյալը, որ մտածում է, թե մեծ մեղքերը պիտի չգործի և փոքր մեղքերը չի խանգարում կարող է գործի, նման է այն հմուտ որսորդին, որ նա պատերազմեց զոր առյուծի հետ և նրան հաղթեց և չվնասվեցավ այդ հսկա առյուծից, որ առյուծը կենդանիների թագավորն է, բայց երբ նա անօգություն արավ ու քնավ, տկար աղվեսները և անզոր ճագարները եկան նրան կրծոտելով սպանեցին, նա չմեռավ առյուծից, մեծ մեղքերից, բայց նա մեռավ փոքր այդ կրծոտող ճագարներից, ամեն, ուրեմն Աստծո ժողովուրդ, դու կարող ես շնություն, գողություն չեք գործում, բայց ատել, դատել, բամբասել ու չարանալը, որ դուք չեք թողում, չեք սպանվի առյուծից, բայց կմեռնեք տկար ճագարներից ու աղվեսներից, ամեն, ուրեմն արթնցեք, ձեզ Տիրոջ օգիով բացատրեմ ինչա մեղքը, մեղքը օրինազանցությունն է, Հովանես ավետարանիչը իր ընդհանրական թղթի 3-րդ գլխում խոսում է դրա մասին, ամեն մեղքը անօրինեություն է համարվում, Աստծո օրենքի զանցանում,
Կապ չունի մեծ պատվիրանա թե փոքր, ով է այդ մեծն ու փոքրը դրե։ Աստված ասում է իր յուրաքանչյուր բառը իր անունից շատ կսիրե Սաղմոս 138-ում։ Մեղք կա, հայտնության գիրքը ասում է ով որ այս գրքի բառերից մի բան ավելացնի ու պակսացնի։ Չի ասում մեծ պատվիրանները զանցանի։ Այս խոսքերի վրա ավելացրողներն ու պակասեցրողը պիտի կորեն, ամեն։ Ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի առաջի Հովանու 3-րդ գլուխ 3-րդ խոսքից եմ կարդում։ Ինքսին կմաքրե ինչպես անիկա Քրիստոսը մաքուր էր, ինչպես անիկա է քայլե երկրի վրա, մենք անոր շավիղներին հետևելով պիտի քայլենք։ Պատկերացրեք ինքը շոք է քարշի են գլխավոր առաջի, գլխամասն է Հիսուսը, իսկ մենք իրան կապված վագոնչիկներն ենք։ Անհնար է Հիսուսը մի ճանապարհով անցած լինի մենք չասնենք, անհնար է նա այդ ճանապարհով գնացած լինի մենք չգնանք, եւ անհնար է ինքը ինչ կյանքով ապրել է մենք չապրենք։ Ուրիշ Քրիստոսանման կյանք չկա։ Բուն Քրիստոսի կյանքը մեզանից պիտի արտացոլվի, եթե մենք հինահանած Քրիստոս ակած ու չափահաս Աստծո որդիներ ենք, ամեն, ինչ արել են Հիսուսին, մեզ էլ պիտի անեն, ինչ բժշկություններ Տերովը Հայր Աստծո զորությամբ Հիսուսը արել է, մենք էլ նույնը պիտի անենք իր զորությամբ, որտև անիկա է հավիտենության հայրը ու խաղաղության իշխանը, ինչպես Եսայի մարգարեն 9-րդ գլխի 6 խոսքում կասի, ամեն։ Ուրեմն տեսեք, ամեն ով որ մեղք կգործե, անիկա անօրինեությունն կգործե Աստծո օրենքին հակառակ քայլ, չասում մեծ անօրինեություն։ Եվ բուն մեղքը անօրինեությունն է, Աստծո օրենքի զանցանել, Աստծո խոսքը զանցանել, անարգել ու չպահել։ Եվ դրա համար Հովանեսի 13-րդ գլխում նույն բանը կսե Տեր Հիսուսը, որ ես չէ որ ձեզ կդատեմ։ Այն խոսքերը Հովանես ավետարան 12-րդ գլուխ բացեք եւ ընթերցեք։ Այս խոսքերը, որ ես ձեզ խոսել եմ եւ դուք զանցեք արե, այս խոսքերը ձեզ կդատեն վերջին օրը, ամեն։ Հիմա Աստծո ժողովուրդ, մենք չենք դատում, մենք հասկացնում ենք, որ ովքեր այդ Աստծո խոսքը անարգում ու ոտքի տակ են համարում, ասում են մենք այսպես ենք հասկանում, որ այդքան էլ կարևոր օրենք չէ, ատիկա, այդ խոսքը ձեզ կդատի վերջին օրը, սթափվեք եւ Աստծո յուրաքանչյուր բառին ուշադրություն հրավիրեք, նայեք ուշադրությամբ, սրանք դատարկ բան չեն Մովսեսը կսե, սրանք քո կյանքն են, որտեղ գրված է, որ Աստծո խոսքի յուրաքանչյուր բառով կապրի մարդ, ինչպես փորձության լեռան վրա Հիսուսն է ասում սատանային, այնպես էլ Աստծո յուրաքանչյուր բառը քեզանից տանելով սատանան, քո հոգևոր տան Պարիսպը քանդում է ու դևերին հրավիրում է դեպի ներս, դևերը որ մտան այդ բաբելոնացիները նրանք պիտի պղծեն Աստծո սուրբ բնակարանները։ Մի դև էլ մտավ ձեր տունը, հիշեք մի պատմություն, այն մի մարդ որ վաճառեց իր տունը մի մեծահարուստի վրա, բայց պայմանով, ասեց մի քանի $1000 քիչ ես տալիս, բայց այս դռան հետևի մեխի տեղը մնում է իմ սեփականությունը։ Նա առնողտերը մեկից շահամոլ էր, ասավ կարևոր է մի քանի $1000 պակաս լինի։ Ինչ անում այդ մի մեխի կետը, թող մնա իրեն սեփականություն։ Մի քանի օր անցավ, բերեց այդ հին տերը, գլխարկը կախեց, շուկայում առևտուր արավ ու գնաց։ Երկրորդ անգամին եկավ, կանաչի առավ, բերեց կախեց, հետո գնաց ման եկավ իր ապրանքը առավ ու ետ գնաց։ Երրորդ անգամ այդ մեխից կախված տեղը իրը նոր տիրոջը չէր պատկանում, ինք իրավունք չուներ դրանից վերցներ այդ կախվածը մի կողմ դներ, բերեց միսն ու թոքը, կախեց այդ մեխից, ամառ էր ու շոկ, տոթը տվեց, որդն օտավ այդ միսն ու թոքը եւ այդ իրա առած նոր տունը այդ մի կետից ապականվեցավ, որդերով լեցվեցավ ու այդ գարշելի հոտը պատեց ամբողջ այդ տունը։ Դրա համար Աստծո ժողովուրդ, մեծ ու փոքր մեղք չկա, մի մեղքի պատճառով Աստծո Սուրբ Հոգին կտրտմի, կհեռանա ձեզանից եւ ձեր տունը այդ մի դևը հազարավոր դևերով կլցնի։ Եթե դու մի դևի հետ շնացել ես
Աստծո խոսքը զանց անելով Աստված տրտմե ու հեռացել է ինչպես Սավուղից հեռացավ ինչպես Պողոսը կսե Եփեսացիների ուղերձում Աստծո Սուրբ Հոգուն մի տրտմեցրեք որ նա չմարի ու հեռանա ձեզանից ամեն Նա շատ նախանձոտ Աստված է դու նրան մի վշտացրեք նրան ոչ վշտացրող նայվածքը խոսքը անգամ նրա վրա մեծ ազդեցություն է թողում դրա համար ասում է ձեր բոլոր հոգին շունչ եւ մարմին անբիծ ու անարատ պիտի լինի որ Սուրբ Հոգին չտրտմի ու հեռանա ձեզանից իսկ եթե Սուրբ Հոգին տրտմեց հեռացավ 7 նապատիկ ավելի դևեր են գալու Եվ քո վերջը հիշեք Մատթեոս 12-ում գրված 40-ից 45 խոսքերում Եվ դևը դուրս գա հին տերդ գնալու է 7 նապատիկ ավելի դևեր բերի նա պիտի համոզի որ դու մեղքի մեջ ընկնես եւ բերի քո տաճարը 7 նապատիկ ավելի վատ դևերով լցնի ու պղծի որ էլ չկարողանաս անգամ Հիսուս կանչես ամեն Ուրեմն ընթերցում եմ Հովհաննես 8-րդ գլուխ 30-ից մինչև 47 խոսքը, որ բուն այսօրվա թեմայի բնաբան այդ վերնագիրը Տերը Աստեից էլ տվե, որ հենց գրված է 34-րդ խոսքում, որ անոր մեղք կա գործում, մեղքի ու սատանայի ծառա է, ամեն Լավ լսեք Աստծո ժողովուրդ, որ սա իրեն հավատացող Իրեն վստահող, իրեն հետևից գնացող հավատացյալներին էր ասում Եվ հեսորա Աստծո ժողովրդի շատ մեծամասնությունը այս հրաշքի համար Հիսուսին հետևող հավատացյալներ են Զգուշ մնացեք, որ դուք մենակ բարիքների համար Հիսուսին եկած չլինեք Հրաշքի համար եկած չլինեք Այն աստվածային սուրբ կյանքի համար, բարերարի համար գաք Հիսուսին Եթե բարերարը ձեզանից տանի բարիքներ էլի փառավորեք փրչին Որտև այդ բարերարը կանա այդ բարիքների քառապատիկը լեսնի ձեր տներում ամեն Բայց այսօր շատ հավատացյալներ ինչպես Սատուսունտարը կսե Ասում է երբ տեսնում է Աստված, որ հավատացյալները միայն իրենից բարիք, հարստություն, փող, գանձեր, առողջություն են ուզում Եվ իրեն չեն ուզում, բարերարին չեն ուզում, բարերարից բխած միայն բարիքներն են ուզում, շահամոլ ու նյութապաշտ են դառնում Դրա համար Տեր Աստվածը շատ անգամ իր բարի ձեռքերը փակում է, պահում է իրենցից, որ այդ բարիքների տեղը մեկի չել բարերար Հիսուսին փնտրեն Որ չդառնան նյութապաշտ ու կռապաշտ Երբ այդ բարիքները իրենցից հեռանա տրտնջան ու անգամանից են Պետրոսի նման, ամեն Դրա համար բարերարին փնտրեք եւ բարիքները կգա առատապես Դրա համար ասեց երկնքի արքայությունը խնդրեցեք եւ մնացած բարիքները ձեզի կտրվի ձեր հոր մեծրիաբար, ամեն Թող Տերը փառավորվի Ուրեմն զգուշացեք ով Հիսուսին հավատացող Իրենից իրեն ետևից գնացող հավատացյալներ, որ այս խոսքերը հանկարծ այս Հովհաննու 8-րդ գլխի 30-ից մինչև 47-ի խոսքերը ձեր վրա չկատարվի, որ անգամ սատանայի զավակներ կանվանի իրեն հավատացող, իրեն փառաբանող, իրեն հետևող կեղծ բարիքների համար իրեն հետևից վազող հավատացյալներին ասոնք տրտնջացողներն ու քրտնջացողներն են հուդանկասի որոնք Սուրբ Հոգին չունեն կորցրել են արդեն ամեն ոչ թե կորցրել են Սուրբ Հոգին տրտմելով հեռացել է ինչպես են քանքարի օրինակով եւ դու չբանեցրեցիր այդ աստվածային Սուրբ Հոգու սրբությունը Աստված քեզանից վերցրեց ու տվեց այն 10 քանքար ունեցողներին ամեն եւ Սավուղը չօգտագործեց այդ սրբությունը իր հաճույքի անձի համար օգտագործեց Աստված վերցեց ու Դավիթին շնորհեց եւ Աստված նույնը նա երեք այսօր ու հավիտյան իրեն գործելավոճով է Ուրեմն մենք մեղքից ազատագրված ու Հիսուս Քրիստոսի ծառան որ դարձած ենք այս խոսքերը մեզ էլ պիտի չվերաբերվի որտեղ մենք Հիսուսի հետևից չեն գնում բարիքների համար անգամ մեր կյանքը որ Ստեփանոսի համար նահատակ են մենք աղոթքով բարեխոսելով պիտի ավանդենք մեր հոգին Հայր Աստծո ձեռքերի մեջ որովհետև Սուրբի համար նահատակվելը ծննդյան օրից լավն է ամեն Ոնց որ են զինվորին վաղաժամ ծառայությունից տուն ուղարկեն, այդ զինվորը կվախենա, կտխրի, թե կուրախանա,
հորմոտ ա գնում վարձքերն ու պալատական փառքը ժառանգելու փառք Տիրոջը այսպես են եղել իրական սուրբերը աղոթում էր սուրբ սանդուղթ կույսը սանատրուկ թագավորի աղջիկը մեր հայ ազգի Աբգար թագավորի քրոջ որդին էր որ Աբգարից հետո ինքը նստավ կեղծ քրիստոնյա դարավ վերջում հակաքրիստոս ներդարավ իր աղջկա կաշին հրամայեց որ գնան դայիժները քերթեն բայց սանդուղթ կույսը որ մանուկ հասակից իրեն նվիրել էր Տիրոջը Թադեոսի Աստծուն նա աղոթում էր ասում էր հայր այս անգամին չզրկես նահատակության պսակից որտեվ իր Թադեոս առաջնորդը գնացել էր փրկի մոտ եւ մի ժամանակաշրջան պետք է գնար հայտնություն էր եղել եւ մի ժամանակաշրջանում երկուստ էլ հոգին ավանդած Տիրոջ երկինքը բնակարանը մտան ամեն բերեք այսպիսի նվիրյալ քույրեր են կունեցե այսպիսի նվիրյալ եղբայրներ որոնք իրենց պարանոցները դրել են իրենց կյանքը դրել են որ Հայաստանում ավետարանչությունը զարգանա Ռիփսիմյան կույսերը Գայանեի վանքի 37 կույս քույրեր եկան ու նահատակվեցան մեր ազգի հզոր արտնություն տալու համար բայց մենք այսօր եղբայր լինելով քնած ենք արտնանանք եւ գերությունից ազատագրված Աստծո ծառաները դառնանք ամեն ազատ մարդիկ եւ գերիներ քույրիկ թե եղբայր Տերը կարա ձեր հետ գործի եթե հինը անեք Քրիստոսակնեք բոլորդ կարակ ձեր մարմինները ընծայեք Տիրոջը ով որ իր անարգանոթը գրվածա Տիմոթեոսի ուղերձում ով որ իր անարգ բաները Սուրբ Հոգու միջոցով անարգ բաները իր տնիցը իր մեջիցը դուրս շպրտի ընտիրանոտ կդառնա եւ կօգտագործվի Հայր Աստծո փառքի համար ամեն մի մտածեք որ մենակ անարգանոտ կան տան մեջ կան անարգանոթներ բայց կան նաեւ ոսկուց արծաթից ու պատվական քարերից պատրաստված անոթներ ինչի է կորդորումով հովիվներ ով սիրելի եղբայրներ որ են լրտեսների նման եկել եք ժողովրդի սիրտը թուլացնում եք որ անհնար այդ անարգ վիճակից հանվենք ու Քրիստոսի նման հասակն ունենանք Պողոսը եւ բոլոր առաքյալները հորդորել են, որ ով որ կմնա գաճաճ, ով որ չի աճի, ինքը չի կարա երկինքը ժառանգի։ Առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, եւ սա նշանակում է, որ առանց Քրիստոսի նման հասակը ունենալու, կամ այդ հասակին փափագելու մեջ լինելու, չի կարա մեկը երկինքը ժառանգի։ Սա է ճշմարիտ Պողոս առաքյալի քարոզած վարդապետությունը, որ բոլոր ծնված մանուկները օրորի մեղքից ազատագրվեն ու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ծառաները լինեն եւ Հիսուսը նրանց միջոցով գործի որպես մարդ գործիքների ու շատերին փառախ բերի ամեն Երբ ասոնք խոսեցավ շատ մարդիկ իրեն հավատացին ու շատ իր հավատացին շատերս հրաշքը տեսե հավատացել են բուժվել հավատացել են ամեն Չմնանք բուժման համար հավատացողներ, բուժողին փնտրենք ու գտնենք, ինչպես են 38 տարվա անդամալուծը բժշկվեցավ, փնտրեց ու գտավ Հիսուսին, ինչպես են կույրը բժշկվեցավ, հետո փնտրեց ու գտավ Հիսուսին, էլ նրան չէր հետաքրքրում իր կուրությունն ու ցավերը, որտեղ նա գիտեր, որ Հիսուսին գտնի, ոչ մի հոգս ու պրոբլեմ չի ունենա, ամեն Բայց այս մարդիկ այդպիսին չեղան, բարիքների համար գնացին ու ինչ եղավ Հիսուս Քրիստոսի հանդիմանությունը ասոնց, քննենք մենք էլ այս նյութապաշտ հրյաների նման չհավատանք Հիսուսին ու անոր ետևից չգնանք մենակ նյութի, բժշկության, փողի, փորի ու փառքի սնվող բարիքների հետևից։ Այնատեն Հիսուսի իրեն հավատացող հրյաներուն ասավ Եթե դուք իմ խոսքերից մեջ կենաք, բոլոր հավատացողների փափակը պիտի լինի հավատալուց հետո խորանան սրբության ջրերի մեջ ամեն,
ահա ասիկայա հոգու մկրտությունը, ոչ թե լոկ պղտորած ջրերի մեջ թաթախվելու վեր կենալ, չոր մեղավոր մտնեն թաց մեղավոր լինեն, դա խորուրդնա, դա պիտի կատարվի ու մկրտված մարդկանց նասես, որ դե գնա ու Աստծո խոսքի ջրերի մեջ թավալվի, որ հինը թանվի ու Քրիստոս ակնես, ասիկայա Սուրբ հոգու ջրերի մեջ մկրտվելը, որ Տեր ասավ, եթե հոգուց ու ջրից չծնվեք, ոչ թե չմկրտվեք, հոգու Աստծո խոսքի ջրերի եւ Սուրբ հոգու զորության ջրերի մեջ եթե չընկղմվենք, ինչպես Եզիկիելի 47-ում գրված, հեղեղների մեջ չմկրտվենք, այո, սուզվենք, ընկղմենք, երկնքի արքայություն չենք մտնի։ Ծնվելով կտեսնես երկնքի արքայությունը, բայց եթե հոգով չլսվես ու չափած դառնաս, հինը չանես ու Քրիստոս չհագնես, ջրի եւ Սուրբ հոգու զորության մեջ չընկղմվես, Աստծո խոսքի ջրերի, ոչ թե Սևանա ջրի, դու երկնքի թագավորություն չես մտնի։ Եթե դուք իմ խոսքերիս մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք, եւ ճշմարտությունը պիտի գիտենաք, ու այն ճշմարտությունը ձեզի պիտի ազատե։ Պատասխան տվին իրեն, մենք Աբրահամի սերունդն ենք, ու երբեք մեկուն չծառայեցինք, դուն ինչպես կսես, թե ազատ պիտի ըլլանք։ Հիսուսը պատասխան տվավ անոնց, ճշմարիտ կսեմ ձեզի, հալելույա, ասան քարոզի բնաբանին։ Ամեն ով որ մեղք կգործե, անիկա մեղքի, ու ես Տիրոջ հոգիով կասեմ սատանայի ծառա է, մեղք գործողը սատանայի ստրուկ է։ Ուրեմն կապ չունի դու մեծ մեղք ես գործում, թե փոքր մեղք, շնանում ես դևերի հետ։ Մովսեսը ասում է, որոնք երկրպագեցին ու պաշտեցին դևերի, որոնք աստվածներ չեն։ Բայց որ ուշադիր նայենք, օտար կուրքեր էին պաշտում, բայց յուրաքանչյուր այդ օտար կուրքերի ցանկությունը դևերն էին բերում մարդկանց մեծ մխրճում ու ստիպում, որ թողեն կենթանի արարիչ Աստծուն, գնան դրան, բռնի ուժով էին տանում դևերը, որոնք թողում էին Տեր Հիսուսի խոսքով սնվելը եւ Եհովային աղոթելը, նրանք հոգեպես թուլանում ու ընկնում էին դևերի ձեռը, ու դևերը բռնի ուժով դժոխք էին տանում դևերի երկրպագության պատճառով։ Հասկացաք, ձեր յուրաքանչյուր մարմնավոր ցանկության յետևում դև է թաքնված, բարկացողին դևն է դրդում, անզուսպ լեզի ունեցողին դևն է դրդում, ստախոսին դևն է դրդում, որը կխոսենք մի քանի րոպե հետո։ Ուրեմն եթե դուք Քրիստոսի ձեռքին գործիք լինեք, գիշեր-ցերեկ Տիրոջ խոսքովը սնվեք, խոսքը այդ հակառակ միտք բերող դևերի դեմ վահան կդառնա։ Երբ դևը կրակի ատի այդ եղբորը, դրան տանել չես կարում, դու կասես ետիս գնա սատանա, գրված է որ պիտի սիրենք տկար եղբորը եւ տկարի տկարությունը Տիրոջ փառքի համար վեր պիտի առնենք, ինչպես Քրիստոսը մեզի աստվածային սեր ցույց տվեց, երբ մենք հանցանքների մեջ տկար ու մեռած էինք, մեզի սիրեց ու կյանք տալով մեզի կենթանացրեց։ Ամեն, այս խոսքը քո հոգեվոր կապարճի մեջ պիտի լցրած լինես, Տիրոջ հետ աղոթքով հարաբերված ու կենթանի պիտի լինես, որ կարողանաս որպես կենթանի զինվոր Դավիթի նման այդ խոսքին հակառակ քարը ճակատին տաս, որ ինքը բերում է որ քեզ հակառակ քայլն անի, դու խոսքը տալիս ես դևի ճակատին, դևը չքվում է եւ Իսրայելի Աստվածը փառավորվում է։ Ամեն։ Ուրեմն ամեն ով որ մեղք կգործե անիկա մեղքի ծառա է։ Մեղքի ծառա նշանակում է սատանայի ծառա, կապ չունի մեծ մեղքի ծառա ես թե փոքրի, ծառան ծառա է, իսկ եթե դու սատանային ծառա ես, դու պիտի վարձատրվես հավիտենական կրակի բոցերը ժառանգելով։ Տիրոջ ծառան սրբության եւ անարատության ծառա է, կապ չունի, կարևոր այդ գծի վրա է, եթե ընկնում ես, վեր ես կենում, զղջում ու առաջ ես վազում, մինչև քո հոգևոր սրունքները ամրանան էլ չընկնես, դու լավ իմացի, որ
արդարության ծառա ես, ամեն, ու մի մտածեք, որ արդարության ծառա ասում ենք, մի անգամից Քրիստոսի լման հասակի չափը պիտի ունենաք, դու պիտի ընկնեք այդ ճանապարհը ու վազեք Հիսուսին, ընկակ, ելնեք, խոստովանվեք են գարան նման վազեք, մինչև որ օրի աճելով Քրիստոսի լման հասակի չափն ունենաք, բայց եթե դուք մեղքի տիղ մտենում եք ու խոզի նման, են կրոնավոր խոզերի նման ախ ենք անում մեղսալի հաճույք, մեղսալի կինո, մեղսալի սերիալ, ինտերնետների պղտությունների մեջ թավալվում եք ու մնում ու հարատևում եք, լավ իմացեք, որ դուք նման եք են կրոնավոր խոզերին, ես էլ ձեր հետ միասին, եթե կմտնեմ այդ պիղծ բաները կտեսնեմ սերիալները, կինոները, որոնք տանում են ձեր հոգու լեցունության ժամերը, որ այո Տերը մեկ օր ինձ բացեց ասեց, եթե դու այդ ժամանակները տայիր գրքի աղոթքի կյանքին, դու ինձի նմանվելու փափագով գլեսվեիր, բայց որ տալում եք ձեզ ինտերնետային այդ պղծությունները դիտելու, կինոներին, դերասաններին, այդ դերասանները, որ կինոների մեջ բարի են երևում, ձեր սիրած ու պաշտելի կուռքերն են դառնում, եթե դուք մի օր դրանց չեք տենում, անխաղաղություն ու չարություն եք ստանում, հասկացաք, ուրեմն ձեր ժամանակները տվեք Տեր Հիսուսի խոսքին, որ անոր ծառան լինեք, ուրեմն մեղ գործողը, հեռուստացույցով, ինտերնետով, ինչ տենում ես, այդ դիվային լիսքերը մտնում են քո մեջ ու դու ի կատար ես անում, հիստերիկ դերասանի ես տենում, դրա արարքն ես կատարում, ում նայում ես, նրան նմանվում ես, ամեն, սիրելի Աստծո ժողովուրդ, ես Տիրոջ հոգիով աղաչում եմ, հեռու փախեք հեռուստացույցի այդ պիղծ սերիալներից, ինտերնետային այդ պիղծ ցանցերից դրանք ուղիղ ձեզի դժոխք են տանում, հեռուստացույցից միայն կարելի է նորություններ լսել, այն էլ վտանգավոր, որովհետև Սատանան կտրում է ձեր երտնային հոր հետ հարաբերությունը եւ անգամ նորությունների ժամանակ այնպիսի պիղծ ռեկլամներ ա դրված, որ էդի տենալով դևերեն լեգիոնային ուժերով կհարձակվեն ձեր վրա, որ կտեսնեք ու կդիվահարվեք։ Կարճ ժամանակից հետո դուք քննացեք, Սատանան գալիս ցանում է, այդ սերմը ցանում է, մեկ օր էլ տկարանում ես, արանքում ջրում է ինքիր դիվային ջրերով ու մեկ օր այդ պիղծ սերմը աճեց ու ձեր մեջ պտուղ տվեց, փախեք են գրվածքից, որ Բաբելոնի թագավորի առաջին գրվեցավ, կշռվեցար ու շատ թեթև գտնվեցար, ով Բաբելոնի թագավոր Աստծո սուրբ անոթները պղծելու համար, մեկ օր հեռուստացույցով ու ինտերնետներով ձեզի պղծող հավատացյալներ, որ ձեր համար թագավոր դառնալու խոստումա տրվե, կջնջվի եւ կգրվի, կշռվեցար ու շատ թեթև գտնվեցար, Աստծո սուրբ տաճարները պղծելու համար ինտերնետներով եւ հեռուստացույցի դիվային կինոներով ու սերիալներով, ամեն Ամեն բան քննեցեք, բարին ամուր բռնեցեք եւ ձեր ժամանակը, որ փճացնում եք հեռուստացույցին, ինտերնետներին տալով ու դիվային հաղորդումներ ու սերիալներ տեսնելով, դուք դժոխքի համար եք վարձքեր դիզում, դուք իրականից այդ գրին կարժանանաք եւ ձեր թագավորությունը ձեզանից կառնվի եւ կտրվի մեկ ուրիշին, սա հոգուց հայտնություն է եղել ու գնացեք եւ վախեցեք, ով կփափագի ես կղրգեմ վարդապետականի այդ էջը թող կարդա, ինչա Տերը ասում սերիալներին, ինտերնետերին, ադնակլասնիկներին եւ շատ բաներին կապված հավատացյալներին, որոնք դրանցով պիղծ գործեր են անում, ոչ թե քարոզներ են ղրգում ու ստանում։ Ամեն, մենք կարանք ինտերնետները օգտագործենք Տերոջ փառքի համար, մենք կարանք այդ սարքավորություններով Տեր Հիսուսի փառքը հասցնենք մինչև աշխարհի ծայրը, բայց մենք չենք կարա պղծություն, անառակություն, սիրահարական կապեր ստեղծենք ու սատանայի համար աշխատենք։ Գնացեք հանդիմանվեք Աստծո ժողովուրդ, սատանան խորագետ է, այնքան նրբորեն է գալիս, որ դու քնած մեռած լինելով չես նկատում ու դառնում ես մեղքի եւ սատանայի գերի, ամեն։ Ուրեմն ամեն ով որ մեղ կգործե, անիկա մեղքի ծառա է, եւ ամեն ով որ սուրբ կյանք ապրե, անիկա սուրբ Աստծո ծառա է, ամեն։ Ուրեմն Աստծո ժողովուրդ, կամ պիտի լինեք սուրբ, կամ պիտի լինեք պիղծ, կամ պիտի լինեք մեղավոր, կամ պիտի լինեք արդար, սրբությունը այնքան է վտարվե խորամներից, Աստծո ծառան սուրբ պիտի լինի, դևի ծառան մեղավոր ու պիղծ, որ անգամ որտեղ լսում են ասենք սուրբ Կարեն կամ սուրբ Գրիգոր ծաղրում են,
Հիշեք Աստծո ժողովուրդ, եթե սուրբ չենք պիղծենք, եթե պիղծեինք Պողոսի նման, օրորի սրբացանք, հինը անեցինք Քրիստոս ականք, բերելու ասենք պիղծենք, եթե մենք ասում ենք պիղծենք, մեր մեջ եղած Հիսուսին ենք պիղծ համարում, կամ դու Հիսուս չունես, որ ասում ես պիղծեմ, մեղավոր եմ, որտեղ եթե դու Հիսուս ունենայիր, դու չէիր կարա, դու անորով հետ արդարացած Քրիստոսի սուրբ զավակն ես, Հիսուս Քրիստոսով սրբվածներիդ, սուրբ էր ըլլալու կանչվածներիդ, սրբվեցար, մեղքերդ ներվեցավ, սրբության ջուրը, խոսքը, աղոթքը մտավ քո մեջ, ծնված Քրիստոսը աճավ, հինը հանեց ու Քրիստոս հագար, էլ ինչ սպիղծ, էլ ինչ կարեն, կարենը չկա, թաղել ենք նրան, տրթադը չկա, թաղել ենք, չէ, հինը հանել ենք, Քրիստոս հագել ենք, ուրեմն եթե դու քե մեղավոր ես համարում, ուրեմն դու մկրտված չես, Քրիստոս ակած չես ու անգամ Քրիստոսին ամենափոքր զորությունը քո մեջ չի, որ մի փոքր զորությունը քեզի ջունից սպիտակ պետք է դարձնի, ամեն։ Ուրեմն ստափեք ով կասի սուրբ եմ, էլ ինքը չկա, ով կասի մեղքից ազատված Հիսուսի ծառա եմ, էլ հինը չկա, ամեն բան նոր է, Քրիստոս է ամեն բանի մեջ, ամեն։ Հասկացեք, մարդը չի կարող Աստծո որևէ պատվիրան պայի իր անձի դիվային զոր ուժերով, բայց մարդը որ մեռնի Քրիստոսը ձևավորվի, ինքը Քրիստոսի ծառա լինի մեղքի թագավորից ազատագրված, ինքը չի կարող սուրբ կյանք չապրի, եւ ինքը չի կարող մեղք գործի։ Ամեն։ Ամեն ով որ մեղքը գործե, անիկա մեղքի ծառա է, եւ ես ավելացրի, ով որ սուրբ կյանք ապրե, անիկա էլ արդեն մեղքեն ազատված, Քրիստոս ակած, Հիսուսի ծառա է։ Եվ ծառան տան մեջ հավիտյան չի մնար, բայց որդին կմնա, ուստի եթե որդին, դե Հիսուս Քրիստոս որդին ձեր մեջ գացնվի մեծանա, ձեզի ազատի մեղքի բնությունից, ճշմարտապես ազատ պիտի լաք ու արդեն ծառա Քրիստոսին, ամեն։ Գիտեմ թե, ուստի եթե որդին ձեզ ազատ է, ճշմարտապես ազատ պիտի լաք, գիտեմ թե Աբրահամի սերունդն եք, բայց կփնտրեք զիս մերցնել վասնզի, իմ խոսքերս ձեր ներսիդին տեղ չունի, Աստծո ժողովուրդ, հոտի մեջը մի արդար գառնուկ ա ծնվում, ելնում ա ճշմարիտն ասում, ասում ա մենք պիտի ցավ չունենանք, Աստծուց ծնվածները մեղ պիտի չգործեն, հրեշի նման կհարձակվեն, կայափաների նման ու կսպանեն այդ գառնուկին, բոլոտ կհայտարարեն, այնպիսի ստեր կդնեն այդ գառնուկի վրա ու մեկ էլ մանուկ կույր ավատացյալներ վստահելով իրենց սպասավորներին, որոնք կայափաների նման այդ Քրիստոսով ծնված մանուկներին, որ միաբանվում են դուրս են անում Երուսաղեմից ու խաչում են։ Երանելի եք Երեմիաների նման հալածվողներ, բայց արթնցեք կույր հավատացյալներ, իրականից, որ ես էլ ժամանակին կույր եմ ելե, բերեք արթնանանք, ինչի համար են խաչում այդ մանուկին, ինչ էր նրա պահանջը, որ ոչ էլ ցույց տվեցին իմանայիր, ինչ էր խոսում, ծածուկ դատարեցին, ասեցին խաչել դրան, խաչել, որովհետև մեր կրոնին հակառակ ա գնում, բայց այդ խաչյալները Աստծո համար ճշմարիտ եկեղեցու քարեր են դառնում, որ քամիներն ու փոթորիկները այդ եկեղեցիներին հարվածելով չեն կարողանում քանդել, ամեն։ Ուրեմն կրոնավորներից հալածվածներն ու խաչվածները Հիսուս Քրիստոսի եկեղեցու համար հիմնակարեր են դառնում, որտեղ նրանց մեջ Տիրոջ նախանձն է բորբոքվում, ելնում են ու խոսում են, նրանք ուզում են ոչ թե մարդիկ հաճեցնեն, ապա Տեր Հիսուս Քրիստոսին, ինչը արեց Պողոսը, երբ Կայափայի համար մարդասպան մի գործիք էր, նա փառքերն էր վայելում կայափաների կողմից, փարիսեցիների ու դպիրների մեջ ճանաչված էր որպես հզոր դպիր ու վարդապետ, բայց երբ Դամասկոսի ճանապարհին կենդանի Քրիստոսը տեսավ իր մեռած կրոնից թլպատվեցավ եւ սկսեց ճշմարիտ Աստծուն դավանել ու ծառայել, առաջի մահվան ծրագիրը
իրեն սուտ սիրելի եղբայրները որոշեցին, որ պիտի մեռնի Պողոսը, Սողոսը։ Դրա համար ճանաչեցեք ով Ուրյաներ, ճանաչեցեք ձեզ հետ ծառայող Հովաբներին, ճանաչեցեք ձեզ հետ ծառայող Դավիթներին, քննեցեք ինչ են իրականից ձեր հանդեպ մտածում, երբ կարիք է լավ, իրենց հաճույքի համար, իրենց դիվային գործերի համար ձեզի կպաշտպանեն, թե գլխատեն ձեզի, որ մանուկի նման նվիրվել եք ու չգիտեք ումն եք նվիրվել։ Ինձ Տերը ասեց զավակս, ես չեմ ասել ներ դարձած, հակաքրիստոս դարձած իմ խոսքը զանցարող ու ոտքի տակ տվող սպասավորին հնազանդվի, ես ասել եմ սուրբ ու անարատ, հին անած Քրիստոսակած Պողոսի նման սպասավորներ գտի ու հնազանդվի, ամեն, որ էլ Պողոսը չէ, հապա Պողոսի մեջ եղած սուրբ հոգին և օծությունը, հասկացաք, թե ում պիտի մանուկի պես հնազանդվեք, և հասկացաք ում պիտի հակառակվեք իմալ Հիսուսը հակառակվավ խոսքը զանցարող Կայափաներին, և բռնեցին, Երուսաղեմից դուրս հանեցին ու խաչեցին, եթե նա ես խիստ չխոսեր, իրանց համար աջ ձեռի գործիք կդառնար, բայց արդեն Հայր Աստծուց մերժված, դե հիմա որոշեք Հայր Աստծուն ծառայենք, թե փառասեր Կայափաներին, որոնք մեզի դժոխք են տանում մեղքի կյանքից չազատագրելով, և իսկ Տերը ասեց, եթե դու հովվական ստրկությունից չազատվես ու հովվից վախենալը չդադարեցնես, միայն ինձանից վախենաս վարձկան հովիվներից, ես քեզ մեղքի ստրկությունից չեմ ազատի։ Ուրեմն ով ժողովուրդ, նվիրվեք սուրբ օծված հովիվներին, որտև նրանց միջի սուրբ հոգուն եք դու նվիրվում, էլ անոնք չկան, և սուրբ հոգին, որոնք իրենց մեջ ազատագրում են ապահով է, հովիվների մեջ սուրբ կյանք է ապրում այդ սուրբ հոգին, և այդ սրբությունը շնորհել է հովիվներին, կշնորեն նաև ձեզի, և ձեզի մեղքից ազատագրած Հիսուս Քրիստոսի ծառան կդարձնի, ամեն։ Ուստի եթե որդին ձեզ ազատել ճշմարտապես ազատ պիտի լաք, որդին կազատի ձեզ, հովիվը չի կարա, հովվի մեջի օծությունը կգա ձեր մեջ կաճի կմեծանա ու ձեզի հոգեպես ստրկությունից կազատի, մեղքի ստրկությունից կազատի ու ձեզի դրախտ կմցնի, ամեն։ Գիտեմ, թե Աբրահամի սերունդն եք, բայց կփնտրեք զիս։ Մերցնել վասնզի իմ խոսքերս ձեր ներսիդին տեղ չունի։ Եթե դու հովին խոսում ես Աստծո խոսքը, նա կատաղում է։ Ինչպես ես մեկ հովի ասեցի, Աստծուց ծնվածը մեղք չի գործում, ասավ դևն ա շուրթերիցդ խոսում։ Կույր են էջ հովիվները, աղոթենք, որ արթնանան, բայց չեմ էլ հավատում, որ շատերը վարձկան են արթնանան։ Իրանք հենց եկել են դիտմամբ Քրիստոսի միամիտ գառնուկներին խաբելով դժոխք տանելով։ Փախեք այդ եկեղեցիներից, գնացեք անոնց հետ, որոնք հոգով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն, հիշեք Մեաքարի պատճառով Տերը գնաց հոտից։ Գնացեք ընդ որ Տերն ա գործում իր սրբությամբ, խաղաղությամբ, հրաշքներով և բժշկություններով, ամեն։ Ոչ թե միայն բժշկության ետևից վազեք, նախ սրբություն, ետքը բժշկություն։ Թո Տերը փառավորվի և ձեր ու մեր կույր աչքերը բացի։ Ես ինչ որ տեսա իմ հորս քով, իմ հորից ինչ սովորել եմ, զայն կխոսեմ, և դուք ինչ որ տեսակ ձեր հորքով մարտասպան սատանային արդեն շեշտում, ձեր հորքով զայն կնեք, բայց չէին հասկանում, պատասխան տվին ուսին անոր, մեր հայրը Աբրահամն է, ինչպես այսօր շատ հավատացյալներ, ես Կարենի հետևորդ եմ, են մեկ էլ Վաչիկի, են մեկ էլ Մամիկոնի, բայց Պողոստոսավ ով են Պողոսները, ով են Ապողոսները, դուք Կարեն անպիտան հովիվը քեզ պիտի սարքի Սուրբ Հոգու, Հայր Աստծու հետևորդ, ամեն։ Ես միջոց եմ ձեր կույր աչքերը Տիրոջմով բացելու և ձեզի կպցնելու անարատ Սուրբ Հոգու առաջնորդությանը և անարատ Սուրբ գրքի սերտողությանն ու պահելուն, ամեն, սա է իմ նման անպիտանի գործը, որ ես վաղը ննջեմ գնամ, դուք մնաք հավատարիմ Աստվածաշնչի և Սուրբ Հոգու վրա հիմնված, որ ձեր միջի ամենալեցունին հեսուներ կարգի ու ես հոտը փարախ մտցնի, ամեն։ Եթե Աբրահամի որդիները լայիք Աբրահամի գործերը պիտի գործեիք, բայց հիմա կփնտրեք զիսը սպանել,
Այնպիսի մարդում է, որ ձեզ ճշմարտությունը խոսեցա, ճիշտը խոսելու, Աստծո խոսքը խոսելու համար բռնել ու սպանել եք ուզում։ Որ Աստծո մե լսեցի, Աբրահամը այդ բանը չրավ Աստծո հանդեպ, կամ Աստծո սուրբերի հանդեպ, դուք անունով եք սուրբերի հետևորդներ, բայց սուրբերի խաչողներ եք, ոչ թե պաշտողներ։ Դուք ձեր գործերը կնեք, այն ատենսին անոր, մենք պոռնկություն հետ ծնած չենք, մենք մեկ հայր ունենք, որ է Աստված։ Հիսուսը սավ անոնց, եթե Աստված ձեր հայրը լար, պիտի սիրեիք զիս, ձեզանից բարություն և սրբություն դուրս կգար, ամեն։ Բայց դուք ասում եք Սուրբ Հիսուսը իմ Աստվածն է, անառակություն, գողություն, դատել ու բամբասել դուրս կգա։ Միթե Աստված գողերի և անառակների ընկեր է։ Երեմիա 7 ընթերցենք, ասում է գնաք, շնանաք, գողություն անեք, կուրքեր պաշտեք, վերջում գաք իմ տան մեջ, ասեք տերներա զորություն տու, որ գնանք կրկին անենք, միթե ավազագների ո՞ր չա իմ տունը, քավլիցի, Աստծո տունը սուրբերի հավաքատեղի է, որտև Սուրբ Աստված կներկանյանա, սուրբերի մեջ իր սուրբերի աղոթքը լսելու և պատասխանելու։ Դրա համար աղոթում եք, որ հիվանդը բուժվի, ավելի ավատանում։ Աղոթում եք, որ մեղքերից ազատվեք, ավելի մեծ կրքերի ու մեղքերի մեջ եք ընկնում։ Աղոթում եք, որ օրհնություն գա, անեսնա թագավորում։ Գնացեք, լսեք օրհնություն և անես քարոզը ու քննեք, որ ձեր վրա ոչ թե ասու օրհնություններն է հանգչած, ապա անեծքը։ Եվ վաղաժամ մեռնում եք ու դժոխք եք գնում, Աստված տանջելով մարդու դժոխք չի տանի, ոչ մի սուրբ ու մարգարե տառապելով, ամիսներով չի տանջվե ու գնաց է դժոխք, տանջող սատանան իր մոտ է տանում, էդ հոգուն, սուրբ գրքից չեք գտնի մի համար, որ մի արդար կամ սուրբ տառապավ ամիսներով, տառապավ, տանջվավ ու գնաց դրախտ, չավատակ, մեր հայրը չար չէ, ոչ էլ ոչ մի հայր իր զավակին կուզի տանջելով իր մոտ տանի, ամեն։ Եթե Աստված ձեր հայրը ըլլար, պիտի սիրեիք զիս, վասնզի ես Աստծմե ելա ու եկա, ոչ թե ինքն իր մեզ եկա, հապա անիկա զիս գրկեց, հասակ կարևոր մասին, որ սաղ եկեղեցիներում մեծամասամբ ստությունը ջրի պես խմում են, սուտը ջրի նման խմում են, Աստծո ժողովուրդ, սթափվեք և ձեր բարերին ուշադիր եղեք։ Ինչու դուք իմ խոսքերս չեք հասկնար, անոր համար, որ չեք կրնար իմ խոսքերիս մտիկ ընել։ Դուք ձեր հորմեն սատանայեն եք և ձեր հոր բաղձանքը կուզեք ընել։ Դե ասում է սատանայի զավակ է, գրաշքը տեսնող, հավատացող, աղոթող ժողովուրդ, որ գործերով չար եք, փորձության ժամանակ ձեզանից հրեշներն է դուրս գալում, դուք սատանայի զավակ եք, սա Տերն է ասում, դե գնացեք քննեք, ու դուք ձեր հոր մեն սատանայեն եք, ու ձեր հոր բաղձանքը կուզեք ընել, անիկա սկզբեն մարդասպան էր, ու ճշմարտության մեջ չկեցավ, վասնզի անոր ներսիդին ճշմարտությունը, ճշմարիտ կյանքը, աստվածային կյանքը չկար, ոնց կարար նա ճշմարտության մեջ մնար։ Երբ անիկա սուտ կխոսի ուշադիր, կատակով ստախոսներ, կատակով սուտ խոսող ավատացյալներ, բարկացող ավատացյալներ, Հակոբոս 3 գլխում գրված է գեհենի դևերից է կառավարվում ձեր լեզուն։ Աստծո համար մեկ է, Մատթեոս 12:36-ում գրված է, ան որ ամեն դատար խոսքի համար, որ մարդիկ կխոսեն դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերովը պիտի արդարանաս և քո խոսքերովը դատապարտվես, ասում ես այնքան աշխատի մեռա, բը 7-ը երբ այլ է, ով անկիրտ ավատացյալ, ասա այնքան եմ աշխատել, հազիվ տուն ասա, մեր բերանը վարժվել է ստության, բայց եթե Եսայի մարգարեությունը կարդում ես ամեն սուր գիրք կարդալով քո բերանը մաքրվում է, մի տուր այդ պիղծ դևին, քո բերանը ամեն վատ բարերը կարտաբերի երեխեքի վրա, քո բերանը ամեն վատ բաները կթափի հալածանքի կռվի ժամանակ, բայց իշեք սուրբերի բերանից դուրս էր գալիս միայն բարեխոսական աղոթք,
Ես էլ ձեր հետ անցավոր եմ ապաշխարեք ու օր-օրի սրբացեք, ամեն օր ձեր լեզվին զգուշություն արեք, որտև կյանքի ելքը անկե է, առակած գիրտն ասում է, որ կյանքն ու մահը լեզվի ձեռքին է, զանիկա զգուշություն ըրողը իր օքին դժոխքից կազատի, ով արագախոս քարոզիչներ, որ խեղդում եք Քրիստոսի մանուկներին, հանդարտությամբ մատուցանեք, որ մանուկները հասկանան ու ապաշխարեն, Հակոբոս առաջի գլուխ 19-ում գրված է, ամեն մարդը պիտի լինի հանդարտախոս, քչախոս, ամեն, Պողոս առաքյալը կսե թեպետ ես անվարժեմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության կողման է, Մովսեսը շատ ճարպիկ լեզի ուներ փարավոնի պալատում, բայց երբ գնաց 40 տարի տառապեց, ասում է ես դժվարախոս եմ, շատ կույրեր մտածում են, թե Մովսեսը թլալ ու համր է, ոչ Աստծոծառան չի կարա համր ու թլալ խոսի, Աստծոծառան հինահանելով ու Քրիստոս հագնելով հանդարտախոս կդառնա, ինչպես Հակոբոսը կսե, ամեն մարդ պիտի լինի հանդարտախոս, ոչ բարկացող, ամենուն ներող, ողջը պահող, ամեն։ Ուրեմն լեզվից արագախոս, եթե հիմարը անգամ հանդարտախոս դառնա, կարելի է նրան իմաստուն կոչել, ամեն։ Ուրեմն զգուշացեք ձեր լեզվից, ով սիրելի քարոզիչներ, զգուշացեք ինչ եք քարոզում, եթե դու դրա առած հայտնություն այդ խոսքի մեկնությունը չունեք, մի ծուռը մեկնեք ձեր անձի կորստի համար, որը գրված է 2 Պետրոս 3 գլխի 16 խոսքից ընթերցեք, որ տգետներն ու անգրագետները Պողոսի եւ շատ մարգարեների կողմից գրված խոսքերը ծուռը կմեկնեն իրենց անձի կորստի համար։ Երբ անիկա սուտ կխոսի, ստություն կխոսի, բուն իրեններից կխոսի, քանզի անիկա ստախոսն է ու ստախոսների հայր։ Եթե նկատում եք հովիվը քարոզիչը սուտ է խոսում ու չի զղջում, չի ասում Տեր ջան ներայելի ստության դևին երկրպագեցի, այդ քարոզիչը դևի քարոզիչը, Աստծո ծառայի բերանից, հանդարտ խոսող ծառայի բերանից չի կարա ստությունը դուրս գա, ով իր յուրաքանչյուր խոսքը անալիզ է անում Սուրբ Հոգիով նոր բերանից դուրս է անում, հնարավոր է նորեկ քարոզիչ լինի, սայթակի, բայց թափ պիտի խղճարվի ու խոստովանվի ու ելնի վազի էլ չգործի, ամեն։ Բայց այսօր սուտը բերանները բռնեցնում ես, չես կարում ապացուցես, ուրեմն փախին աստության օր զավակ է, որտև անոր սուտ կխոսի, բուն իրեններից կխոսի, որտև նա ստախոս է ու ստախոսների հայր, եւ քո ճշմարտախոս հայրը քեզ տվեց նշանց, որ դու իր պոզերը տեսնես, մազոլները տրորելու ժամանակ իր հրեշ բնությունը տեսնես ու փախնես, փնտրես, գտնես այնպիսի խումբ, որ հոգով ու ճշմարտությունով կպաշտի, թեկուզ քիչ են, բայց որակով են, դու քո ընտանիքով ապաշխարի, Սուրբ Հոգին կդառնա քո ուսուցիչը ու քո տան առաջնորդ, ամեն, եւ այս նշանաբանը, որ իմ առաջնորդը Սուրբ Հոգին է եւ ուղեցույցը Սուրբ Գիրքը, որ մեր հավատքի նշանաբանն ու պիտի լինի բոլոր փրկությունը ժառանգողների, որ Սուրբ Հոգին պիտի առաջնորդի, ուր որ ուզի այնտեղ քարոզես, որ ճանապարհներն ուզի այնտեղ գնաս, եւ այսօր Սուրբ Հոգուց կառավարվելը ծաղր է դառը, որ մեկ օր պիտի այդ թեման քարոզենք, որ Սուրբերը միայն Սուրբ Հոգու հրամաններով էին շարժվում, Նադաբն ու Աբիուդը առանց Սուրբ Հոգու հրամանի ելան կրակ մատուցանեցին, օտար կրակ համարվավ ու զարկվան ու տեղով մեռան, այսօր շատ քարոզիչներ հոգով մեռած են, բայց չգիտեն, Եսային կասի համր շներ են, կերել են որ կրամոլությամբ, այնքան են կերել ու մռապել են, գող սատանայի գալուստը չեն ազդարարում, որ գառնուկները լսեն ու փախչեն փրկվեն, ամեն, շատակեր շներ են, կերել ու մռապել են, Եսայի 56-ի 9-ից 12-ը ընթերցեք, ու ձեր որ կրամոլությունից ազատագրվեք, որ Ղուկաս ավետարանի 2-րդ գլխի հովիվների նման գիշերները անքուն անցկացնեք, աղաղակեք, որ հոտը ապահով մնա եւ քեզ էլ երկնքից հայտնություն գա, ամեն։
Ես էլ եմ քիչ այդ բանում, թերացած եմ, մանուկների շատանալու պատճառով հոգնած եմ, բայց ուխտեր եմ անում, որ ելնեմ ու արթուն մնամ, գիշերային ժամերում փնտրեմ Տիրոջը, այդ ժամերն է իմ կերակրվելու ժամանակը մնացել, բոլոր առավոտից սկսած մինչև երեկոյան ժամերը մանուկները տանում են, թեկուզ այդ արանքում ես սնվում եմ, բայց իմ անատական գրքի աղոթքի կյանքը թերացել է, թեսի լինի խոստովանություն աղոթ կարեք, որ ավելի զորանամ, որ ավելի մեծ հաղթությունների Տիրոջով ասնեմ, որտև իստեր ասա, որքան կաճես քո գրքի աղոթքի կյանքին ուշադիր ել, դու բարձրանում ես եւ վերևներում ավելի մեծ քամիների ես հանդիպելու, եթե դու հոգով սոված մնացիր, քամին քեզ կգցի ու հնարավոր է վեր չկարողանաս կանգնել, իսկ այն հոգին, որ աճելով գրքի աղոթքի կյանքը շատանում է իր մեջ, հոգևոր բալանսը պահում է ակումուլյատորի նման, մարդկոցի, որ համ լեսվում է, համ տալիս է, Ես հոգևորը Պողոսի նման կսե, բարի պատերազմս պատերազմեց, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որտև ես չեմ, Տերն է անում, Տերն է ծրագրե, Տերն էլ նավա հանգիստ կհասցնի, Տերը մեզ չի հանե, ծով եզերքի ստանում, որ օվկիանոսի մեջ խեղդի, յուրաքանչյուր նավակի երբ մեղքի ծովից հանելա, ինքը սրբության նավա հանգիստ հասցնելու ծրագիր ունի, բայց մեղքասեր Իսրայելացիները մեղքը սիրելու, Եգիպտոսը սիրելու մար մեռան անապատում ու քանանու բարիքները չվայելեցին, հետի Տիրոջ ծրագիրը չէր, հետի մարդու եսասեր որ կրամոլ մեղքերը տարան հասցրին դրան, բայց որովհետև ես ճշմարտությունը կխոսեմ, ինձի չեք հավատար, ով սիրելի Աստծո ժողովուրդ, երբ դուք քարոզները լսում եք, Սուրբ գրքի որ խոսքին է հակառակ, եթե դուք Տիրոջ հոգիով լեցված լինեք, կսիրեք այս Սուրբ քարոզները, երբ դու Դևի ոգիով եք լեցված, խոսքին հակառակ խավար գործեր կա ձեր մեջ, դրա համար վանում է այս քարոզները ձեզ, ամեն, բայց փառք Տիրոջը սրանով անալիզ է կատարվում, ստուգվում է, ով Տիրոջ գառն է, ծմագներում տափած, զանգում ու փառաբանում է մեր փրչին, եւ այնքան շատ են, որ իրականից չեմ հասցնում պատասխանեմ մարդկանց հարցերին, ամեն, ու այն մարդիկ, որ վարձկանի գառներն են, լսելուց զզվում են, դրա համար Աստծո ժողովուրդ, աղոթենք այդ վարձկանի գառների համար էլ, նրանք էլ կույր են, թող Աստծո օրեշտակը իջնի, ցույց տա, որ ճանապարհ կա, որ ձեր առաջին ուղիղ է երևում, բայց դրա վերջը դժոխքի, կրկնակի դժոխքի ճանապարհ է, ամեն։ Որովհետև այն ծառան, որ Աստվածաշունչը կարդալով է զանցանում, նրա պատիժը դժոխքում ամենամեծն է լինելու։ Ղուկաս ավետարան ընթերցեք 12-րդ գլուխ ու կհանդիպեք այդ համարին։ Վերջամասը, ձեզ մի ով կրնա զիս հանդիմանել մեղքի համար, ալելույա, սա ամենասիրած համարներիցս մեկն է, որ բոլոր աղամների մոտ գնում էի մի ժամանակ, խոսքից շեղված, որ ասում էին դու հպարտ ու մոլորված ես, լավ ասում ես սիրելի եղբայրս, որ մոլորված եմ Աստծո, որ համարն եմ զանցանում, դու մեր եղբայրներին չես ընդունում, ամեն, ես խոսքից շեղված եղբայրներին հակառակ եմ, բայց խոսքին ամեմատ քայլած սուրբերի, Պողոսի, Պետրոսի, Հակոբոսի, Հոան Ոսկեբերանի, Գրիգոր Լուսավորիչի խոսքերին ներդաշնակ եմ քայլում, ամեն, որտև Աստված նույնն է երեք այսօր ու հավիտյան, կարևորը քեզ չմեղադրեն գրքի խոսքի հանդեպ, թող մեղադրեն մարդկային դիվային վարդապետությունները զանցանելու համար, Հիսուսին ելին ասում, քո աշակերտները ինչու են անլվա ձեռքերով հաց ուտում, ինչու են զանցանում ծերերի ավանդությունները, ասավ լավ են անում, կեղծավորներ, բա դուք ինչու եք ձեր ծերերի համար իմ երկնային հոր օրենքները զանցանում։ Եվ ասավ այս ժողովուրդը միայն շրթունքներով զիս կպատվե, բայց իրենց սրտերը բաժանված հեռացած են Աստծուց, պարապ տեղը զիս կպաշտեք, մարդկանց սուտ վարդապետների խոսքերը Աստծո պատվիրաններից, հավիտենական կյանքի խոսքերից թանկ ու առավել գնատելով, գնացեք արթնցեք, ձեզի հովիվները ինչ կասեն, ասեք ուր ա գրված, սիրելի եղբայրս, գիրքը ցույց տու, որ ես քեզ մեջ վախենամ,
Աստծմե վախենամ, որտեվ դու ես իմ փրկիչը, այս գրքի հեղինակ Հիսուս Քրիստոսը, եթե հնազանդ հարց լինեմ, կհափշտակվեմ, եթե անհնազանդ եմ, նշանադրության մատանին ետ կվեկալի եւ իմ բաժինը դժողքի դևերի հետ կլինի, եթե չապաշխարես, ամեն։ Ու յուրաքանչյուրով քեզ կասա դու շեղված ես, ասա որ համարը կծռեմ սիրելիս, սուրբ գրային համար տուր, ոչ թե որ վարդապետն ասում, որ համարը կսե։ Դու տուր ես, ասում եմ երիտասարդը ինչով ստուգի իր ճամփան 119-րդ Սաղմոսը ընթերցեք, բոլորը նոր քրիստոնյայի հետ կատարվող բաներն են, քո խոսքին զգուշություն անելով է, քո պատվիրանքներդ իմ ճանապարհին լույս կտան, ամեն։ Քո պատվիրանքներդ իմ մեջ Աստծո վախը կբերեն, փառք Տիրոջը։ Ձեզ մի ով կրնա զիս հանդիմանել մեղքի համար։ Իսկ եթե ես ճշմարտությունը կխոսեմ, ինչու ինձ չեք ավատար։ Ան որ Աստծմե, Աստծոյ խոսքերը մտիկ կնե, Աստծուց ծնված է։ Դուք անոր համար մտիկ չկներ, քանի որ Աստծմե չեք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, առաքյալն ասում է մի նեղացեք հակառակորդների համար, որոնք նախասահմանված են հակառակվելու համար, որոնց կորստի եւ ձեր փրկության ապացույցն է։ Հիմա կարդում եմ 2 համար ու սրանով ավարտում ենք այս քարոզը, որտեղ որքան խոսենք ժամանակը չի երիքի։ Ինչ կսե ստեղ։ Ան որ Աստծմե է, Աստծո խոսքերին մտիկ կնե։ Ով Աստծո ծառա դարձած է, սիրում է Աստծո խոսքը խոսվի։ Իր էության մեջ միշտ խոսքը նա քարոզի, վկայի, հորդորի։ Ով որ Աստծուց չէ սատանայիստն է, զզվում է Աստծո խոսքի քարոզիչից, անարատ քարոզիչից, կամ էլ սատանան լավագույն դեպքում ասում է, որ քարոզում ես գոնե ծռմռածը քարոզի, ոչ անարատը։ Ուրեմն քավլիցի, ով որ Աստծմե սովորածա 6:45 եւ 10:4-ը, տեսեք ինչ է ասում Հիսուսը, ով հորից անարատ Աստվածաշնչով է սովոր է, Աստծո ժողովուրդ, կգա դեպի մեր հոր վարդապետությանը, ով որ հովիվներից, վարսկան հովիվներից թունավորվածն ու ծռվածն ու խարդախվածն է կեր է, չի կարող գասր բարի հովվի հետևից, ամեն։ Ուրեմն ասավ, ընթերցում եմ, Հովանես 6:45, մարգարեները գրած են, եւ ամեն ոգ ալ, որ Աստծմե սովրած, եւ ամեն ոգ ալ Աստծմե սովրած պիտի լա, այն որ հորմես կլսե, ու կսովորի, ինձի կուգա, ու ով որ էսենց հորից սորվելով, ճշմարտությունը փնտրելով, մեզի կուգա, մենք չենք կարա նրանք չընդունենք, ամեն։ Այո, ես իրավունք ունեմ Տիրոջ տաճարի դռները, մեկը հարցվեց, դու իրավունք ունես Տիրոջ տաճարի դուռը փակես մեկի դեմ։ Այո, ես իրավունք ունեմ գայլերի դեմը փակեմ դռները, որոնք եկել են հոտը վնասելու, որտեղ այդ պատասխանատվությունը հոտի հովվի վրա է դրած, բայց իրավունք չունեմ Տիրոջը փնտրող միամիտ ու աղքատ գառան առաջ դուռ փակելու, ամեն։ Ինձի գալովին հորից սովրածը ու հոր հոգիով եկողը հոր տաճարում ամենաառաջնային տեղը ունի։ Եվ 4-րդ գլուխն էլ 14-ը Հովանու ընթերցեմ ու աղոթենք, որ հասկանանք իրականից ինչ էր խորհրդանշում այս համարները, երբ իր ոչխարները կհանե բարի հովիվը, անոնց առջևեն կերթա, ու ոչխարները իր ետևեն կերթան, ինչի համար, վասնզի անոր ձայնը կճաշնան, որտև ավետարանով ոնց կարդացել են, նույն օքին նրա բերանից այդպես կմատուցանի, ամեն։ Ուրեմն թո Տերը փառավորվի Աստծո ժողովուրդ, որպես վերջնապան գամ կենտրոնանամ հովիվների քարոզիչների վրա, ինչ հովիվն է այն կլինի հոտը։ Եթե հովիվը գրքից ասորվե, Սուրբ Օքինա դառը իր ուսուցիչը, եւ Սուրբ Օքինա իրեն այդ հոտի վրա տեսուչ կարգե, ինչպես Պողոսը կսե Գաղատացիների առաջինում եւ Գործկառաքելոց 20-րդ գլխում, որ Սուրբ Օքին ձեզի տեսուչ կարգեց Աստծո կենթանի հոտը հովվելու համար,
Այդ հովի մեջ միայն անարատ ավետարանի ջուր պետք է երևնա, ջուրը ջրի աղբյուր դարձած։ Իսկ եթե նրանց մարդիկ են կարգել հովիվներին, որոնք Աստծո խոսքը հենց խարդախելու համար են եկել, խարդախեն ու թունավորեն Տիրոջ ճշմարիտ մանուկներին, ինչպես օգուց հայտնություն եղավ մի եկեղեցու համար, որ ասեց զավակս այս հոտի վրա իրենք խորտ մայրերի նման վարձկան հովիվ են։ Նրանք այս մանուկ գառնուկներին թունավորելու եւ սպանելու համար են դրված, դրա համար հոգ չեն տանում նրանց սրբության, խաղաղության, գիրք կարդալու եւ աղոթքի կյանքը մեծանալու համար, օրորի հորդորում են պղծվեն, ազատ հագնեն, ազատ նայեն, ազատ խոսեն, ինչ ուզենեն անեն, ասեն շնորհքով էլ փրկված են։ Շնորհքը անառակության ծածկոց չէ, ասեց սրանք նման են այն չար մայրերին, որ այդ զավակները իրենց չեն, որ անտեսանելի թույնը կուխնյայում, ծածուկ տեղերում խառնում են սպիտակ կաթի հետ, մանուկը չի կարում զանազանի եւ կաթի բաղադրությունը որոշելու հնարավորություն չունի։ Տեսնում է շիշը իր գործիքով հանդերձ ուտում ու մեռնում է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ձեզի Սուրբ Օքին ազատ իրավունք է տվել, որ դուք քննեք ձեր հովիվներին, ազատ են մեղքից, հինը անած Քրիստոս հագած են եւ Աստծո ծառաներ, եթե ոչ փախեք անոնց մե Պողոսը կսե, գնացեք անոնց հետ, որոնք հոգով ու ճշմարտությունով կպաշտեն, եթե ձեր տարածքում էլ չգտնեք, ձեր տները Աստված կանա Աստծո եկեղեցի դարձնի, եւ այն մանանեխի հատի առակը, որ ասում է ամենքիդ հավասար տվել է իմ նման ոչնչի նման, եթե դուք ոչնչանաք Տերը ձեր մեջ աճի մի մեծ ծառ ու եկեղեցի կդառնաք, եւ Սուրբ Օքին կլինի ձեր ուսուցիչն ու առաջնորդը, եւ դուք հափշտակության հոտի միջուղը կդառնաք։ Ամեն։ Թո Տերը փառավորվի, հասկացեք, որ մենք իրականից մեղքի ազատագրված ու արդարության ծառաներ պիտի ըլլանք Աստծոյը, ինչպես մի ժամանակ չէին կարողանում բարի բան անեինք, որովհետև մեղքի հրեշ բնությունն էր մեր թագավորը, այնպես էլ հիմա չեն կարա չար բան անի մտածի ու խոսի, որովհետև արդարության թագավորն է մեր Տերն ու տնօրենը, ամեն։ Դե կագնենք ոտքի, փառաբանենք մեր փրկինես օրհնյալ պաշտամունքի համար եւ խնդրենք բոլոր մեր քույր եղբայրները, հատկապես Աստվածաշնչից շեղված բոլոր աղամները, որոնք ամենադաժան դատաստանը կուտեն, որոնք կարդալով դժոխքի ճամփան են բռնե, կարդալով ու ծուր ճամփեն քայլելով։ Խնդրենք, որ այսպես ինչպես լսում եք տարբեր երկրներից զանգում են, Տիրոջ հոտերը, խմբերը արթնանան, միաբանվեն Դավիթի Հովնաթանի գնդին, այն ծմակներում տափած գառները միաբանվեն ու թշնամուն ջարդ տան, ու պատրաստվեն հափշտակությանը, որովհետև փրկությունը անատական է, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, ինձի կանչեն, ես անոնց հետ եմ, անոնց մեջն եմ, ոչ թե փառակերտ եկեղեցիներում, որտեղ ճոխ պատերը կան, բայց կյանքն ու Սուրբ Հոգին չկան, որտեղ հարստությունն ու կուրքերը կան, Տիրոջ հոգին անկե դուրս է գնաց է, ամեն, ու իրես վրեն գրել է իքաբոտ, ու սրբությունը ոչ թե հարստությունով, ժողովրդի քանակությունով է չափվում, սրբությունը ապաշխարության կյանքով է չափվում, որքան ես անցած ամիս ապաշխար է այս ամսի համեմատ, ստուգի եւ ամեն օր քննի, քանի 100 դրամանոց կուրքերի համար կզոյես այն խաղաղությունը, որ եկել է քեզ քանան հասցնի։ Օրորի ամեն կուրքերը թո իրենց արժեքները գցեն, Աստծո վախը դառնա քո գանձը, որը շուտով Աստծո վախի թեմաները կմատուցանենք ու դուք ավելի Աստծո երկյուղով կխոսեք, կմտածեք ու կգործեք։ Թո փառավորվի Տերը, կաղնենք աղոթքի։ Փառքեզի սքանչելի Տեր, փառքեզի գովելի Տեր, սքանչելի Հայր, դու ամենակարող ես այր երկնավոր, եւ քո նպատակն ու ծրագիրն է, որ յուրաքանչյուր գառնուկի որ ծնել ես, հին անելով ու Քրիստոս հագցնելով մեղքից ազատագրես ու արդար Աստծո ծառա դարձնես։
որ գնանք ոչ թե սատանայի համար պտուղ ու զավակներ ծնենք ու բերենք, ապա արդարության որդիներ ծնենք, մեծացնենք, եւ նրանք ելին անելով Քրիստոս ակնեն ու գնան Հայր Աստված քո համար գործեն, սրբությամբ ու խաղաղությամբ, հրաշներ բժշկություններ կատարելով քո անվան փառքը տարածեն։ Փառք քեզ Հիսուս ջան, այսօր տյալ պաշտամունքի համար գոհանում եմ քեզանից եւ խնդրում եմ քեզանից, որ այս բարի ավետիսը, այս բարի քարոզը տարածես ամայն աշխարհով մեկ, որ արթնանա մեր Տիրոջ հոտը քնած տեղիցը, որ դու ասեցիր արթնացիր, որ կգնանաս ու կագնեմ մեռելներեն ու Քրիստոսը քեզի պիտի լուսավորե եւ արթնանան ու գնան հինը թաղելու անարգանքի գերեզմանոցի մեջ ու նորը հագնեն քեզանից որպես նվերը ստացած պատմուճան, որովհետև առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի եւ Տեր Աստվածը այս ժողովրդին արթնցրու սուտ այդ հույսերից, որ մեղ գործելով նրանք քեզի մոտ կգան։ Դու մեղք այնքան ես ատել, որ դու անգամ մեռել ես, որ մեղքի բնությունը բնաջինջանես։ Ու դու երբեք մեղքով պղծված մեղավոր անառակներին քո մոտ չես տանի։ Հինանած Քրիստոս հակած սուրբերը պիտի քեզ մոտ գան ու վայելեն մեր հոր արքայությունը։ Փառք քեզի սքանչելի Հայր, փառավորում ենք անունդ Սուրբ մեծ նզոր Տեր, Որդուդ Հիսուսի անունով ամեն։